Արձես արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, մինչև գործընկերների հարցերին անցնելը, պարտադիր պիտի արձանագրեմ, որ երեք ուշ գիշերը դատարան ապօրինաբար քաղաքական ճնշումների համատեքստում երկուական ամիս կալանքի դատապարտեց բացարձակ անհիմն անտիֆեյք լրատվական ծառայության իմ նեմնի հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, իրանք արդեն իսկ գտնվում են քրեակատարողական հիմնարկում, դե գիտեք Փաշինյանական արդարադատությունը այլախոհների եւ այլակարծության հանդեպ շատ արագ է, ինչը չես կարող ասել հանցագործների հանդեպ։ Նաեւ պարոն Դավիթ Ֆիդանյանը, ով անտիֆեյք լրատվական ծառայության աշխատակից է 3 ձերբակալվել է, իսկ այսօր առավոտվան ձերբակալվել է նույն լրատվականի անտիֆեյքի աշխատակից Իշխան Խոսրովյանը։ Ուստի այս իրադարձությունները մենք պարտավոր ենք դիտարկել երկու հարթության մեջ։ Առաջին հերթին դա այլախոհների դեմ հետապնդումներն են ուժային, իրավական, դատական համակարգի օգտագործմամբ, ինչը նոր չի Փաշինյանի պարագայում, եւ երկրորդ, որը նույնպես այդքան էլ նոր չի, դա լրատվականների ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումներն են, որովհետեւ ինչպես գիտեք, արգելավվել է անտիֆեյք լրատվական ծառայության ողջ տեխնիկան, կամերայից մինչև շտատիվ, մինչև համակարգիչներ եւ այլն, այսինքն նպատակը ոչ միայն անձամբ Վազգենին եւ Նարեկին լրացնելն էր, այլ նաեւ լրատվականի գործունեությունը կասեցնելը։ Բնականաբար սրա մասին մենք տեղեկացնելու ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, ակնկալում եմ, որ ինչպես եւ նախորդ անգամ Նարեկի եւ Վազգենի ձերբակալության եւ կալանավորման ժամանակ մենք իհարկե շատ ավելի արձագանք կունենայինք միջազգային, բայց այդ արձագանքը առկա էր որոշ դրսևորումներով, մի քանի զեկույցներում, ակնկալում եմ, որ այս պարագայում նույն տրամաբանությունը կլինի, ազատություն բոլոր քաղաքբանտարկյալներին։ Հիմա կարող ենք անցնել հարցերի։ Հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Պարոն Մամիջանյան, երեկ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ այդ անձանց առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում։ Խոսքը երկրորդ եւ երրորդ նախագահների եւ իրենց թիմերի մասին է եւ որոշ ուժերի առանց անուններ տալու անձանց անվանեց ազդեցության գործակալներ։ Ձեր կարծիքը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 30 քանի տոկոսը նայած որ հարցումն ենք վերցնում։ Այսինքն ամեն երրորդ մարդ, ամեն երրորդ քաղաքացին Հայաստանի Նիկոլ Փաշինյանին հավանում է դավաճան։ Ոչ թե դժգոհայրաքաղաքականությունից համարում է, որ սա պետք է փոխել։ Ամեն երրորդ քաղաքացին համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չի։ Ինքը իր թե գործունեությամբ է ցույց տվել, թե ինքը ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, եւ թե օր-օրի ի հայտ եկող փաստերը 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ ակնհայտ են դարձնում, թե ում պատվերն էր կատարում Փաշինյանը, ով է վարժեցրել Փաշինյանին ու մինչ օրս ովքեր են Փաշինյանի կուրատորները, այդ մեկ։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պարլամենտում տեղ չունի, Նիկոլ Փաշինյանը իր այս հակապետական եւ դավաճանական գործունեությամբ Հայաստանում պիտի որ տեղ չունենա։ Եվ կարծում եմ վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրեն դրա մասին կասեն։ Մնացել էր ինքը որոշեր, թե ով պարլամենտում պիտի հայտնվի, իսկ ով ոչ։ Ավելի կոպիտ չեմ ուզում ասել, որովհետեւ չեմ ուզում ախտոտել եթերը այսօրվա։ Սիվիկեյը հարցնեմ, պարոն Մամիջանյան, թույլ տվեք հարցնել հայհոյանքը արդյոք համարում եք այլախոհություն։ Երկրորդ հարցը, ասում եք, որ ամեն երկրորդ Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Ամեն երրորդ, սաստկացրեցի փաստորեն վիճակագրությունը, թույլ տվեք հարցնել որևէ սոցհարցման կամ այլ հասարակական կարծիքի ստուգման տվյալներ ունեք, թե մասնավորապես ամեն երրորդը, չորրորդը կամ 10-րդը ինչ է համարում պարոն Սերժ Սարգսյանին, եւ երրորդ հարցը ձեր թույլտվությամբ
Պարոն Սարգսյանը ոդքասթի ժամանակ անդրադառնալով մասնավորապես 2019 թվականի հունիսին առաջարկված փաստաթղթին ասաց, որ այն մոտ 8-9 ամիս առաջ տեսել է, խնդրում եմ ասել, եթե տեսել է պարոն Սարգսյանը, արդյոք դուք եք տեսել եւ եթե տեսել եք, ինչու եք հապաղում այն հրապարակել։ Շնորհակալություն։ Առաջին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ հայհոյանքը, զազրախոսությունը, սուտը, պլինտուսի մակարդակից ցածր քննարկումները բերել է քաղաքական դաշտ Նիկոլ Վովայի Փաշինյան։ Ես հայհոյանքին քաղաքական դաշտում վերաբերվում եմ բացասական, որովհետև ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ հայհոյանքի համար ընդունված էր պատասխան տալ։ Եվ առհասարակ ցանկացած խոսքի համար ընդունված էր պատասխան տալ։ Ինչը Փաշինյանի մասին մեղմ ասած չես ասի։ Նաև ես հայտարարակ բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր մասնավորապես Ալեն Սիմոնյանին, ովքեր փոխանակ հաղորդում տան իր իսկ վիրավորանքին պատասխանած տղերքին, որովհետև առաջին վիրավորանքը հրապարակային հնչեցրել է Ալեն Սիմոնյանը։ Եկեք մի հատ բոլորս միասին հասկանանք, այդ ինչքանով է դրամաբանական ինքդ վիրավորանք հնչեցնես քո Facebook-յան էջում, զբաղեցնելով ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Ստանաս դրան պատասխան, հետո գնաս հաղորդում ներկայացնես։ Ես դա որևէ տիրույթում չեմ կարողանում ընկալել, ոչ իրավական, ոչ բարոյական։ Ես նաև չեմ կարող հասկանալ, եթե պարոն Սիմոնյանը այդքան սիրում է հետամուտ լինել նմանօրինակ գործընթացներին, ինչի Արտուր Հովհաննիսյանի դեմ հաղորդում չի ներկայացրել։ Լավ, հասկացանք վրան չի կարողանում։ Թող գնա հաղորդում ներկայացնի։ Երբ ինքը խոստանում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու ականջներ կտրել, վիզ կտրել եւ այլն եւ այլն։ Ընդ որում դեպքեր կան, որ նույն բառացի նույն արտահայտություն արած քաղաքացին հիմա քրեական գործով անցնում է, եթե չեմ սխալվում, դատական փուլում արդեն։ Բայց Արտուր Հովհաննիսյանի դեմ գործի հարուցումը մերժվել է։ Այդ դա է իմ վերաբերմունքը։ Նաև այսպես ամփոփելով, հա, Հայաստանում հայտնի է, Հայաստանի հասարակական դաշտում հայտնի է զազրախոսությամբ եւ հայհոյանքով Վարդան Ղուկասյանը դոգմա կանոնով։ Բայց ինչպես ես նշեցի, առաջինը Փաշինյանն է Հայաստանի քաղաքական դաշտ դա բերել ու ոնց որ թե Փաշինյանը դառնում է դոգ 1.0 էլի 0-ական վերսիան այդ ամեն ինչի։ Այդ առաջին հարցը։ Երկրորդ, ես շատ հարցումների եմ դիրապետում, թե հրապարակված, թե չհրապարակված։ Ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրը անկախ իր վերաբերմունքից նախագահ Սարգսյանի նկատմամբ այդ թվականներին ապրել է ապահով երկրում։ Այդ թվականներին կարողանում էր ազատորեն գնալ Արցախ, Ղազանչեցոցում մոմ վառել։ Այդ թվականներին մեր հիմնական հասարակահաղաքական ամենալայնամասշտաբ ցույցերը էլեկտրաէներգիայի գնի հետ թանկացման հետ կապված էին, Մաշտոցի պուրակի հետ էին կապված։ Երանի ենք, չէ, ոնց որ տալի են ժամանակներին, երբ որ մեր երկրի հասարակական խնդիրները դրանք էին։ Այնպես որ դա է իմ ընկալմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերաբերմունքը նախագահ Սարգսյանին։ Եվ վերջին կետը թվերով լինի, հա, երևի։ Նախագահ Սարգսյանը ուղիղ 1 շաբաթ առաջ այսօրը 7 ժամանոց ոդկասթի է մասնակցել։ Այդ ոդկասթը այսօր առավոտյան ուներ 250,000 view։ 7 ժամանոց ոդկասթ։ Եվ մի շաբաթ Հայաստանի ամբողջ հասարակական դաշտը օրակարգը թելադրվում էր նախագահ Սարգսյանի ոդկասթին հնչեցրած մուտքերով։ Եվ եւս մեկ կարևոր ձեռքբերում, վերջապես կարողացանք կորզել Փաշինյանին, ստիպել, որպեսզի ինքը խոստանա, որ մինչև տարվա վերջ ինքը կհրապարակի բանակցային փաստաթղթերը։ Դա իհարկե հաշվի առնելով Փաշինյանի խոսքի արժեքը, տենց առանձնապես իրավիճակը չի փոխվում, բայց ամեն դեպքում գոնե խոստում կարողացել ենք կորզել։ Ես նաև 19 թվականի բանակցային փաթեթի վերաբերյալ հարցին կանդրադառնամ նաև
այս տեսանկյունից, թե նամակի մասին, որի մասին խոսում է Փաշինյանը։ Ոչ 19 թվականի փաթեթը ես չեմ տեսել։ Մոտավոր բովանդակությունը, մոտավոր հիմնական շեշտադրումները գիտեմ։ Գիտեմ, որ դա մի փաստաթուղթ էր, որի վրա աշխատելով, որը որպես բանակցային հիմք վերցնելով, հնարավոր էր Հայաստանի համար ստանալ այն, ինչը մենք ցանկանում էինք։ Ինչ վերաբերվում է նամակին, ես շատ անհամբեր եմ սպասում, թե երբ Փաշինյանը եւ այդ նամակը եւ բոլոր բանակցային փաթեթները հրապարակելու, չեմ պատասխանելու, մոտավորապես կռահում եմ, պատկերացնում եմ, թե որ նամակի մասին է գնում խոսքը։ Կարող եմ պնդել, որ նախագահ Սարգսյանը երբևէ իր կյանքում չի ստորագրել որևէ նամակ, որևէ փաստաթուղթ, որի համար Հայաստանի Հանրապետության որևէ մի քաղաքացի, առավել եւս իր թիմակիցներից որևէ մեկը ստիպված լինի ամաչել։ Երբ որ նամակը հրապարակվի եւ բանակցային փաթեթը հրապարակվի, այն ժամանակ դուք իմ ասածներում կհամոզվեք։ Բայց ավարտելով 19 թվականի փաթեթը մի քանի կետով այական։ Առաջինը, որովհետև Փաշինյանը խաբում էր հայ ժողովրդին։ Ասում էր փաթեթ չկա, բանակցային թուղթ չկա։ Մի տարի հետո պարզվեց, ընդ որում էլի ոչ Հայաստանից, համանախագահ երկրներից մեկն է դա հանրայնացրեց, որ առկա է բանակցային փաստաթուղթ համարյա մի տարի է։ Եվ կա եւս մեկ կարևոր կետ։ Ինչի է ինքը մերժել այդ փաթեթը։ Մենք չենք մտնում դաշտը, թե Ադրբեջանը ընդունելու էր, չէր ընդունելու, ընդունել էր, չէր ընդունել։ Շատ էական է, որ դա երևի կարևորագույն կետերից մեկն էր բանակցային գործընթացի եւ ձախողումներից մեկի Փաշինյանի, որ ինքը հայկական կողմը դարձրեց ապակառուցողական, մինչեւ այդ նախապայման դրեց համանախագահների առաջ։ Հետո արեց հայտարարություններ, որոնք բանակցային գործընթացը խիստ վատ ուղով էին տանում։ Հրաժարվեց հիմնարար սկզբունքներից, սկսեց օգտագործել ինչ-որ ամորֆ եզրույթներ, արդարություն, իրավունքներ եւ այլն եւ այլն։ Եվ այդ ամեն ինչը ավարտվեց նրանով, ինչով որ ավարտվեց։ Այդ դրանով է էական հրապարակումը բոլոր բանակցային փաստաթղթերի, այդ թվում նաեւ 19 թվականի։ Կենտրոն Պարոն Մամիջանյան, ընդդիմությունը այսպես իշխանությանը մեղադրում է, որ ինչ ուզել են, ինչ ուզում է Ադրբեջանը զիջում են եւ այլն, Փաշինյանը երեք եզրափակիչ ելույթում ի վերջո ձեզ պատասխանեց, ասաց ամբողջ խնդիրն էլ այն է, որ ինչ ուզել են չեն տվել եւ խնդիրը այդտեղից է գալիս եւ նաեւ ասում է, որ եթե իրենք չլինեին իշխանություն, այսօր գուցե Հայաստանը չլիներ։ Եվ ի վերջո ասում է այսօր արդեն խաղաղություն է, այսօր էլ հայտարարել է, որ Թրամփի ուղու դետալներն են այսպես հստակեցվում։ Ի վերջո ինչ խնդիր է տեսնում իշխանությունը, այդ ընդդիմությունը, ներողություն, այդ խաղաղությունը ասվածը չեք տեսնում։ Շնորհակալություն։ Չի կարող լինել բանական մարդով խաղաղություն չուզենա։ Եվ այդ կեղծ թեզը, որ Փաշինյանը փորձում է առաջ տանել, թե իբր ինքը խաղաղության ջատագով է, ավերիչ պատերազմ, ամենաշատ ռազմական գործողությունները եւ ագրեսիաները Հայաստանի Հանրապետության նկատմամբ եղել են իր իշխանության օրոք։ Ինչ խաղաղություն։ 1. Երկրորդ, խաղաղությունը որևէ երաշխիք, բացի նրանից, որ առևտուր կանենք լավ կլինի, չունի։ Իսկ Ադրբեջանը այն երկիրը չի, որին փորձես զսպել հայտարարություններով կամ առևտրով։ Աշխարհում այս պահին ընթացող ամենամեծ ռազմական կոնֆլիկտը, համ միջազգայինորեն ճանաչված սահմաններ էր առկա, համ խորագույն տնտեսական կապեր էին առկա։ Երկրներից մեկը մյուսի համար հանդիսանում էր էներգակիրների տրանզիտային երկիր, այսինքն ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդպիսի տրանզիտային հարաբերություններ, ինչպիսիք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև են, քիչ հավանական է, որ տեղի ունենան զուտ աշխարհագրորեն։ Հետո դա երաշխիք եղավ խաղաղություն։ Էլ չեմ ասում, որ կան միջազգային պայմանագրեր, որոնցով երաշխավորման ինստիտուտներ երկու երկրների միջև գործում անվտանգ է։ Անդրադառնալով, հա, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի։ Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարության մնալ,
Հայաստանի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կմնա։ Դա անհերքելի փաստ է։ Դա տեսնելու համար ուղղակի պետք է նայել, թե ինչ կորուստներ ա ունեցել Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի կառավարման ընթացքում։ Տարածքային, աշխարհաքաղաքական եւ այլ։ Անդրադառնալով նրան, թե ինչ է Հայաստանը տվել կամ Ադրբեջանի որ պահանջներն են կատարվել։ Եկեք միասին փորձենք վերլուծել։ Մենք ոչ մի դեպքում սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով չենք փոխելու։ Մենք դա կանենք մեր որոշումով, լավ հեքիաթ է, չէ՞։ Մենք ոչ մի դեպքում միջանցք չենք տալու, բայց փաստացի հիմա բանակցային վերջին փաստաթուղթը, որը նախաստորագրվել է, ամբողջ աշխարհը ներկայացնում է միջազգային տրամաբանության մեջ, ամբողջ։ Հասկանում եք, ստորագրումից մի քանի վայրկյան հետո նախագահ Թրամփը օգտագործում է միջանցք բառը։ Հեքիաթները, որ դա անգլերեն բառ է եւ այլն, խնդրում եմ, էլի անգլերենը այնքան հոմանիշներ ունի, որ կարելի է այդտեղ օգտագործել։ Բոլոր փորձագետները, ամերիկյան, եվրոպական, ռուսական, հայկական, բոլորը ասում են միջազգային տրամաբանությունը։ Բացի Փաշինյանից։ Ոչ մի բան չի հիշացնում։ Այդ մարդը կամ միջազգային փաստաթղթեր կարդալ չգիտի, կամ էլ ստում է բոլորիս։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Ամենածիծաղալու դրվագը ստորագրման պահից են պահներ, երբ Փաշինյանը ասենց ծիգրակում էր, նայեր, տեսներ էտա փաստաթղթի մեջ գրած թե չէ։ Ինչ վերաբերվում է, ես կարող եմ այսպես շատ շարունակել, գիտեմ որ ժամանակը ավարտվում է, նույնը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հայկական լինել, չլինելու։ Նույնը վերաբերվում է այն կետերին, որոնք իմ գործընկերները ընդդիմադիր 1.5 տարի առաջ ծանոթացան փաստաթղթի սկզբնական տեքստին, որոնք այն ժամանակ կարևոր կետեր էին Հայաստանի համար, առաջնահերթություններ էին, բայց հանվեցին Ադրբեջանի պահանջով։ Ու այսպես շարունակ։ Եվ ամենակարևորներից մեկը Յակոմինսկի խմբի լուծարումը։ Քանի կար պիտի ստորագրման ժամանակ լուծարվեր, բայց լուծարվեց նախաստորագրման ժամանակ։ Ու այսպես ես կարող եմ եւս մի 10 րոպե շարունակել, բայց ժամանակը ավարտվում է, այնպես որ ակնհայտ է, որ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի բոլոր պահանջները, հեքիաթները, որ պատերազմ չեր լինի, եթե կկատարեինք եւ այլն, փաստացի բոլոր պահանջները կատարված են։